շնորհակալություն եւ շատ ուրախ եմ, որ ես միջից իրականացնում եմ եւ շատ ուրախ եմ, որ ձախ կողմը շատ երիտասարդներ կան ստացեն եւ հետաքրում է այս թեման։ Ես կուզեմ այս խնդիրը մոտենալ մի քիչ այլ կոնտեքստով, ոչ պատմական իմաստով, այլ ավելի շուտ հասկանալու համար, թե մենք ընդհանրապես ինչ նպատակ ենք հետապնդում հասնելու համար, որպեսզի աշխարհը ճանաչի այն ողբերգությունը, որ մենք ապրել ենք 100 տարի առաջ, չէ՞։ Այսինքն, օրինակ, մարդու ծնողները, որ մահանում են, մահանից հետո, ասենք, մարդը դնում է հիշողություն, գերեզման են գնում, ծաղիկան գնում, որպես հարգանքի հիշողություն, եւ դնում են եւ ապրում է, շարունակում են ապրել։ Հիմա տեսեք, մեր ողբերգությունը, որ եղել է 100 տարի առաջ, մենք սովորաբար էլի գնում ենք ծաղիկան դնում ապրել 24-ին, հիշողությունը հարգանքի ցույց ենք մարդուն, որ մենք այդ ողբերգությունը ապրել ենք, որ հիշում ենք, որ դա եղել եւ շարունակում ենք ապրել։ Այսինքն մեր համար ձևակերպված չի, թե ընդհանրապես մենք ինչ խնդիր ենք ուզում հետապնդենք որպես պետություն։ Օրինակ ասում ենք, թե մենք աշխարհը պետք է ճանաչի, աշխարհը ճանաչել է, ժողովուրդ։ Միացյալ Նահանգների կոնգրեսը ճանաչել է, Ֆրանսիան ճանաչել է, Ռուսաստանը ճանաչել է, Գերմանիան ճանաչել է, եթե դրան գումարենք, ասենք, որ ճանաչի Ավստրալիան, չգիտեմ, Կանադան, բան, ես կարծում եմ դրանից շատ մեծ բան մենք չենք ստանա, բայց գլխավորը ո՞րն է մեր նպատակը, ո՞րն է, որ ասենք աշխարհի քանի երկիր ճանաչի, որ մենք ինչ ստանանք դրանից, հա։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը ձևակերպված չի։ Տեսեք, օրինակ կա տեսակետ, որ մենք բոլորս գիտենք, որ Բերլինի վեհաժողովից հետո շրջադարձային եղավ Հայաստանի քաղաքամտքի զարգացման գործում։ Հայերը դարձան միջազգային քաղաքականության եւ միջազգային իրավունքի օբյեկտ։ Թումոթը սկսում է իրականացնել հայ ժողովրդի երազանք այդ 1870-1875 թվականից։ Բայց այդ երազանքը ավարտվեց ցեղասպանությամբ։ 15 թվականից մենք կորցրեցինք վերջնականապես արևմտյան Հայաստանը։ Նույնը կատարվեց 88 թվականին կար Ղարաբաղյան շարժում։ Ղարաբաղյան շարժման նպատակը ո՞րն էր, որ մենք ազատագրեինք մեր Արցախը։ Եվ ինչ արեցինք, մենք հաղթանակ տարանք առաջի պատերազմում, կերտեցինք պետականությունը, կերտեցինք երկրորդ պետականությունը եւ վերջում կորցրեցինք Արցախը։ Այսինքն մեր նպատակը 88 թվականի ավարտվեց երկրորդ ողբերգությամբ։ Ինչն է դրա պատճառը։ Որն է դրա պատճառը, ինչու ենք մենք անընդհատ պարտվում, մենք պարտվեցինք 100 տարի առաջ, պարտվեցինք 150 տարի առաջ, պարտվեցինք վերջին ժամանակահատվածում։ Այս խնդիրը եթե մենք չհասկանանք, դրա գենեզիսը չբացենք, մենք պարտվում ենք նաև Հայաստանը, ասեմ ձեզ իմանալ։ Դա իդուստիվի կոպիտ ահնչում է, դա փաստ է։ Ինչի, որովհետև տեսեք, օրինակ դրա համար տեսակետ է գալիս, ասենք, կան տեսակետներ, ասենք, պահպանողական տեսակետներ կան, որ ասում են, թե այ եթե մենք չսկսեինք 88 թվականի շարժումը, մենք չէինք կորցնի Արցախը։ Չէ՞, այս տեսակետ կա։ Հիմա ասենք, օրինակ այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչները այդ թեզն են փորձում առաջ տանել, այ եթե մենք չսկսեինք Արցախը, մենք արցախայությունը չենք կորցնի, Արցախը չենք կորցնի, ողբերգություն չէր լինի, մարդիկ չէին զոհվի, խաղաղ կապրեին։ Նույնը ասում էին նախկինում, ասում են, եթե մենք Բերլինյան վեհաժողովից հետո չմիջազգայնացնեինք հայկական հարցը, մենք հիմա պատմական Հայաստան կունենայինք, մենք ողբերգություն չէինք ապրի եւ այլն։ Այդ տեսակետը ինչա դառնում երբեմն դոմինանտային։ Ինչի է այսօրվա դրությամբ այս իշխանությունը դառել դոմինանտային, որովհետեւ այն մյուս տեսակետը որ կա, այդ տեսակետը չի հասնում իր նպատակին, որովհետեւ այդ մյուս տեսակետի մեջ կա հուզմունք, կա բարոյական մոտեցում, բայց չկա քաղաքական պետական մոտեցում, այսինքն պետական մոտեցում, թե ինչպես լուծենք այդ խնդիրը։ Սա է խնդիրը։ Հիմա որպեսզի մենք դա հասկանանք, մենք պետք է հասկանանք ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները ինչ հեռանկար կարող են, որտեղ ի վերջո Թուրքիան եւ Հայաստանը հարևաններ են եւ այդ հարևանները չեն փոխվելու, այսինքն մենք չենք դուրս գալու լուսնի վրա, ապրել իրանք չեն գնալու, չգիտեմ, Աֆրիկա ապրելու, ենք մնալու են ստեղ, մենք ստեղ ենք գնալու։ Հիմա ինչպիսի հեռանկար կարող ունենանք, ինչ որպեսզի մենք հասկանանք, թե մենք ինչպես պետք է ապրենք իրանց հետ, մենք պետք է հասկանանք իրանք ինչ են մտածում մեր մասին։ Շատ կարևոր է, որտեղ շատերը Հայաստանում մտածում են, որ այ եթե մենք սենց անեինք, սենց կլներ, մենք սխալ արեցինք, որտեղ սենց եղավ։ Բոլորին թվում է, թե դա մեզանից է կախված եղել։ Բոլորին թվում է, թե օրինակ Բերլինյան վեհաժողովը մեզանից է կախված, ոչ, հարգելի հայ ժողով։ Բերլինյան վեհաժողովում մենք միջազգային
իրավական օբյեկտ դարձանք անկախ ցանկություն։ Հասկանում եք, օրինակ Ղարաբաղյան շարժումը որ չսկսեին, անկախ նրանց կարող է պետք այլ երկրներ իրանք հրահարային որ դա լիներ։ Կամ ես չգիտեմ, միգուցե, այսինքն հասկանում եք, անկախ նրանից թե ով է սկսել, մենք ենք սկսել, թե իրանք են սկսել, միևնույնն է, դա ոչ մի տարբերություն չկա։ Օրինակ եմ ասում, հույները, եզդիները եւ ասորիները, որ ապրում են Օսմանյան կայսրում, իրանք միջազգային սուբյեկտ չէին, իրանք ոչ մի շարժում չէին սկսել, բայց իրանք ցեղասպանվեցին։ Իրանք ցեղասպանվեցին, ժողով, հասկանում եք։ Այսինքն դու դառնում ես միջազգային սուբյեկտ, թե չես դառնում, դա կապ չունի, այսինքն ասացիդում պետք է հետևություն անենք, որ այս process-ի արդյունքում ոչ թե մենք ենք օրակարգ թելադրում, այլ Թուրքիան է օրակարգ թելադրում, իրանք ունեն որոշակի նպատակներ։ Հիմա ես ուզում եմ բացեմ այդ փակագծի մեջ ինչ նպատակ ունեն։ Իրանք նպատակը, ուղղակի ասեմ, որ դուք պատկերացնեք, հենց սկզբից եղել է հետևյալը, որ իրանք ուզում են սահմաններով միանան ռուսական կայսրության մեջ ապրող մամուլական ժողովուրդների, որտեղ որպես գլխավոր խոչընդոտ եղել է Արևմտյան Հայաստան եւ Հայաստան։ Սա իրանց նպատակն է։ Ցանկացած գնով ավելի կարամ ասեմ, ուրեմն 1914 թվականին ես ուղղակի հաստատուց ծրագրել, որ դուք բոլորը իմանաք Գերմանիայի ներսակցության մասին Հայոց ցեղասպանության կազմակերպության հաղորդում։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագրի կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխությունն Ռուսաստանի մահմեդական ժողովրդին տանող միջանցք ստեղծելու համար, ինչ ենթադրում էր հայկական ներկայացան վերացում փոփոխված տարածքներում։ Սա իրաց նպատակն է եղել, եթե իրանց անկախ ու սիրես թուրքերին, կատես իրենց, ուզենաս նրանց հետ ընկերություն անել, իրանց նպատակը դա է։ Իրանց նպատակը, որ դու, քանի որ խոչընդոտ ես, դու պետք է վերանալ այդ խոչընդոտը։ Հասկանում եք, ի՞նչն է խնդիրը։ Համապատասխան խնդիրը թուրք-գերմանական պայմանագրում ձևակերպված էր որպես օգնություն Գերմանիային Ռուսաստանի հաշվին թուրքական տարածքին ընդլայնելու գործում այնպես, որ ապահովի մահմեդական բնակչության անմիջական շփումը։ Եվ իրանք այդ խնդիրն էին գործում լուծել։ Օրինակ եմ ասում, եթե մենք օրինակ Սարդարապատում պահվեինք, բոլոր պատմաբանները, ոչ թե հայ, բոլոր միջազգային պատմաբաններն ասում են, որ Սարդարապատի պահությունը վերջ կդներ ոչ թե Հայաստանի վերջը, այլ այդպես հայ լինելու վերջը։ Հիմա ես մի այլ ձևակերպում տամ, օրինակ ասում են, որ հայերը, չգիտեմ, ռուսական կողմերը շունեցան կամ եվրոպական, դրա համար իրանք ցեղասպանություն։ Սա դատա կեղծ խոսակցությունները։ Իհարկե, եւ Ռուսաստանն է փորձել օգտագործել, եւ եվրոպացիներն են փորձել օգտագործել, բոլորը դա բնական երևույթ է, քաղաքականության մեջ մեկը մյուսին փորձում է օգտագործել, բայց դա չէ գլխավոր խնդիրը։ Գլխավոր խնդիրը կան նրանում, որ մենք պետք է կարողանայինք այնպիսի ուժեղ ազգ լինել, որպեսզի կարողանայինք դիմադրության բռունց կրել, ինչպես որ արեցին բալկանյան ժողովուրդները։ Տեսեք, բալկանյան ժողովուրդները կարողացան դիմադրել եւ իրանք էլ ցեղասպանության ենթարկվեցին կոտորածների, բայց իրանք կարողացան այդ ամեն ինչից դուրս գալ որպես առողջ պետություններ։ Մենք այդ խնդիրը չունեցենք։ Ի՞նչն է պատճառը։ Դա առանձին խնդիր է։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Ես մի հատ օրինակ դնեմ, որ դուք պատկերացնեք։ Երկու դրվագ եմ ասում, որը պատմաբանները չեն ասում, մի քիչ երևի ամոթ է, բայց ցեղասպանության ժամանակ Զեյթունի եւ Վանի, այսպես ասած, հայության պահվածքը։ Զեյթունի հայության պահվածքը խայտարակություն էր, Վանի հայության պահվածքը արժանապատվության օրինակ էր, թե ինչպես պետք է պահպանվեր։ Այսինքն սա ինչ եմ ուզում ասեմ, որ անկախ նրանից դու ոնց ես քեզ պահում, միևնույն է թուրքերը կոտորում են։ Այսինքն Զեյթունի հայությունը փորձեց մաքսիմալ լոյալ լինել, հայլատ Փաշան շնորհակալություն հայտնեց իրանց եւ ավելի կատաղած կոտորեց, քան մյուսներին։ Վանի հայությունը դիմադրեց եւ դիմադրության արդյունքում նախ կոտորածներ ավելի քիչ եղան, երկրորդ էլ մարդիկ շանս ունեցան ավելի դուրս գալ այդ տարածքներից, որ գոնե քիչ կոտորվեն։ Սա ինչ եմ ուզում ասեմ, որ ուրեմն Թուրքիայի հետ որպեսզի մենք կարողանանք իսկապես հասկանանք, թե մեր որն է մեր նպատակը, այդ ցեղասպանության ճանաչումը ինչն է, մենք պետք է հասկանանք հետևելը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիան դառնա այնպիսի երկիր, որից հետո մեր համար դառնա անվտանգ։ Ինչպես օրինակ Գերմանիան դարձել է այնպիսի երկիր, որի համար արդեն օրինակ նացիստական Գերմանիան վտանգավոր էր ամբողջ աշխարհի համար, չէ՞։ Հիմա աշխարհը ամեն ինչ արեց, որ Գերմանիան այնպիսի երկիր դառնա, որ ինքը անվտանգ դառնա բոլորի համար, այդ թվում Իսրայելի համար, հրահրերի համար, չէ՞։ Հիմա դուք ասեք, թե իսկ հնարավոր է արդյոք այս բան։ Հնարավոր է, որ օրինակ թուրք վերնախավը այնքան փոխվի, որ կոպիտ ասած այդ փոփոխության արդյունքում ինքը այդպեսին դառնա։ Ես ասում եմ այո։
Օրինակ 1911 թվականին, երբ որ Թուրքիան պարտվեց Մոդոսի համաձայնությունից հետո, թուրքական վերնախավը հենց այդպեսին դարձավ։ Ես հիմա ձեզ օրինակներ բերեմ, որ դուք պատկերացրեք, հա։ Դուք բոլոր գիտեք, թե ովքեր են մեր ցեղասպանության ճարտարապետները, հա։ Թալակ Փաշայի մասին գիտեք, Ջեմալ Փաշայի մասին գիտեք, Էնվերի մասին գիտեք, Բերդին Շակիրի մասին գիտեք, դոկտոր Նազիմի մասին գիտեք, դոկտոր Նազիմը այդ ցեղասպանության գաղափարախոսներից մեկն էր, որ նշում էր, որ հայ ժողովուրդը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, որպեսզի այս փողի վրա այլևս հայ չմնա եւ Հայաստանի ճանաչումը վերանա, այլևս անգամ այս գործընթացը կլինի լիակատար ոչնչացում, կարևոր է որ ոչ մի հայ չապրի այս ոչնչացումից հետո։ Սա դոկտոր Նազիմի կոնցեպտն է։ Դոկտոր Նազիմը ինքը բան էր հրե որ մահմեդական դարձել է այս ժամանակի դեպ ասենք մեր ցեղասպանության ճարտարապետներից դանի մասին ֆակտմով այդքան մաքուր թուրքեր չէին։ Ասենք օրինակ չգիտեմ, Թալակ Փաշան կիսոփչա բուլղարացի է, մյուս ալբանացի է, եւ այլն եւ այլն։ Դոկտոր Նազիմը կիսոփչա հրեա, դյոնն է, հրեա, որը դարձել էր մահմեդական, հա։ Հիմա տեսեք, ես մի ուրիշ բան ասեմ, գիտեք թե թուրքերի ինչ կեղտոտ գործունեները մեր նկատմամբ, բայց այնպես չի, որ ամբողջ թուրքական վերնախավը պատրաստ էր այդպիսի, որտեղ այն հրեշավոր ինչ որ կատարվեց մեր ժողովրդի նկատմամբ, դա շատ դժվար է մարսել։ Ես Թուրքիան դա առաջին ֆաշիստական պետությունն է աշխարհում, որը ստեղծվեց, եւ քանի որ առաջինն է, հոգեբաններն շատերը պատրաստ չէին այդ վիճակի դառնալու եւ այն վերնախավն էլ միասերտ չէր, այսինքն այդ վերնախավի մեջ էլ կային մարդիկ, ովքեր որ հոգեբաններն պատրաստ չէին։ Ես կուզենամ հիմա այդ մարդկանց մասն էլ դուք իմանաք, որպեսզի դուք հասկանաք, որ հնարավոր է ունենք վաղ ունենանք այնպիսի վիճակ, եթե մենք ունենանք ուժեղ պետություն։ Մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, որպեսզի այդ պետությունը այնքան ուժեղ լինի, որ Թուրքիան հասկանա, որ այդ պետությանը հնարավոր չի այլևս ուրիշ ձևի, ինչպես որ փորձել պայմանավորել, ուրիշ տարբերակ չի լինի։ Այն իշխանությունը, որ մենք ունենք, դա ուղիղ ճանապարհ է դեպի նոր ցեղասպանություն։ Ուղիղ ճանապարհ, ասեմ ձեզ։ Հիմա ես ուղղակի հիշեցնեմ այն վերնախավին, ովքեր որ ոչ միայն չընկալեցին ցեղասպանությունը, այլ շատ ամոթ էին զգում, որ ամոթը կատարել։ Դա շատ մենք այդ դրա մասին էլ իմանանք, որպեսզի մենք հասկանանք, որ ցանկացած ժողովրդին գազան է սարքում իր քաղաքական վերնախավ։ Օրինակ ասենք, գերմանացի ժողովուրդը ծնեց Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Հենդել, չէ՞, ինքը տաղանդավոր ժողովուրդ է, Հենդել բան ծնեց, Գյոթե ծնեց բան, բայց նաև ծնեց, չգիտեմ, Հիտլեր, Գեբելս, չէ, ասենք եւ ֆաշիստներ, նացիստներ, որոնք ոտինը դազան դարձան, չէ։ Այսինքն վերնախավն է այդպեսի սարքում ժողովրդին, բայց այդ ժողովրդին եթե ասենք ուրիշ վերնախավ է, ժողովրդին կարա սարքի նորմալ ժողովուրդ, որովհետեւ հիմա այսօր գերմանացիները ֆունդամենտալ են տարբերվում այն նացիստական գերմանացիներից, որոնք չգիտեմ, գազի համբերում մարդկանց հետամար են, չէ։ Հիմա այդպեսի բան չկա, չէ։ Հիմա տեսեք ես մարդկանց մոտ մտածեն թե իսկ արդյոք հնարավոր է այդպես բան։ Ես մոտից թվարկեմ մարդկանց, ովքեր այդ մարդիկ են, ովքեր մերժել են ցեղասպանությունը։ Ուրեմն Ահմեդ Ռիզա, երբ թուրք քաղաքական գործիչ եւ առաջին օսմանյան խորհրդարանի նախագահ, որը դեմ արտահայտվեց այդ ցեղասպանության քայլերին եւ ամեն ինչ անում են, որ այդ օրենքը չընդունվի։ Մehmet Ջալալբեյը Հալիպի եւ Կոնյայի նահանգապետը, ով հրաժարվեց իր տարածքում հայերի ցեղասպան ժամանակ իրեն հանեցին գործից։ Մուստաֆա Փաշա, Օսմանյան բանակի սպա եւ թուրքական ռազմական դատարանների գլխավոր դատավոր 19-20 թվականին, այսինքն պաշտոն ունեցել։ Մուստաֆա Փաշան ուներ այն ժամանակ ազնիվ մարդու համբավ եւ կարևոր դեր խաղացել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հանցագործների բացահայտման գործում։ Եսեք ինչ է հայտարարել, մեր հայրենակիցները կատարել են աննախադեպ հանցագործություններ, իբել են բռնապետության բոլոր հնարավոր մեթոդների, կազմակերպել են տեղահանումներ եւ օպերացիաներ, գազով թունավորել եւ այրել են նորացիներին, բռնաբարել կանանց եւ աղջիկներին, իրենց ծնողների աչքի առաջ, որոնք կապել են ձեռքերն ու ոտքերը արևանգել աղջիկներին իրենց ծնողների հայրերի աչքի առաջ, յուրացել անձնական ունեցվածքն ու անշարժ գույքը մարդկանց
մարդկանց քշել միջակայք եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ ճանապարհը։ Սա ասում է Մուստաֆա Փաշան, որը այդ պաշտոնն է ունեցել։ Անցնենք առաջ։ Բեյ Փաշան, Օսմանյան բանակի գեներալ եւ Օսմանյան կայսրության երրորդ բանակի հրամանատար Կովկասյան ուղղությամբ։ Այսինքն Կովկասյան ուղղությամբ թուրքական բանակի ղեկավարը ոչ միայն մերժում էր ցեղասպանությունը, այլ ինքը դատապարտում էր այն անձանց, ովքեր որ դաժանություններ էին անում հայերի նկատմամբ, որտեղ ինքը զինվորական էր սպայր, ասում էր, որ եթե բանակը դառնում է գազան, այդ բանակը անխուսափելի պարտվելու է։ Պարոն ջան, խնդրում եմ ամփոփեք էլի։ Ես ինչ եմ ուզում ասեմ, ես էլի շատ անձանց Դամատ Փաշայի մասին կարամ ասեմ, Հասան Բեյի մասին, վերջնարդյունքում ուզում եմ ասեմ հետևյալը։ Ես համաձայն եմ մեր գոլեգաներից մեկի այն մասին, որ Աթաթուրքի հաղթանակի արդյունքում մեր ոչ թուրքական վերնախավը վերափոխվեց եւ մենք ստացանք այն Թուրքիան, որ հիմա կա։ Եվ այդ Թուրքիան բնականաբար չի կարող ճանաչել մեր ցեղասպանությունը, եւ այդ Թուրքիան ինքը օբյեկտիվորեն սպառնալիք է ներկայացնելու Հայաստանի համար։ Իսկ այս վերջին փոփոխությունները, որ արդեն նեոօսմանցիները եկան իշխանության, դրանք էլ ավելի վտանգավոր մարդիկ են, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերականգնման մասին, այսինքն մենք ցեղասպանության ճանաչումը պետք է ոչ թե հիշողություն որպես արձանագրենք, ցեղասպանությունը պետք է լինի մեր համար գոհ, որ մենք հասկանանք, որ եթե մենք չունենանք ժամանակակից պետություն, ուժեղ պետություն, մենք դատապարտված ենք լինելու այն ճակատագրին, ինչ որ ունեցավ Արցախը, ինչ որ ունեցավ Արևմտյան Հայաստանը։ Այսինքն սա մեր համար դա ոչ թե պետք է հիշողություն լինի, տարի մի անգամ հավաքվենք ապրիլի 24-ից առաջ նստենք, չգիտենք, բելեխով բանենք, այլ մենք պետք է ամենօրյա ռեժիմով մտածենք, թե ինչպիսի ժամանակից պետություն պետք է ունենանք, ինչպիսի բանակ պետք է ունենանք, ինչպիսի երկիր պետք է ունենանք, ինչպիսի դաշնակիցներ պետք է ունենանք, որտեղ դա սպառնալիք է։ Եվ այն մտայնությունը, որ այ հիմա մենք եթե համաձայնենք, որ մոռանանք այդ ամենի մասին Թուրքիայի հետ կարելի է բարի դրացական հարաբերություններ հաստատել, դա քաղաքական անմեղսունակություն է։ Սա մեծագույն խաբեություն է, որի արդյունքը կարող է լինի մեծագույն նոր վերջին ողբերգությունը, որպես ոչ ընդունում իրանց համար կար Արևմտյան Հայաստան, Արցախ եւ մնացել է Հայաստանի Հանրապետություն, որի յուրացման համար գտել են մի բանաձև, դա իբր թե սա Արևմտյան Ադրբեջանը։